Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ես ունեմ հետաքրքիր տեղեկատվություն։ Մայիսի 21-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կարող եք վայելել հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մոնումենտալ երկրորդ Զանգով սիմֆոնիան եւ պարսկական սիմֆոնիկ երաժշտության ամենահայտնի ստեղծագործություններից մեկը կոմպոզիտոր Հեշմաթի պարսկական պատկերները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Դիրիժորը Շահին Դանեշվարն է։ Եվ այս առիթով հենց մեր տաղավարում հյուրընկալել ենք կոմպոզիտոր, դիրիժոր Շահին Դանեշվարին։ Բարի առավոտ։ Բարև ձեզ, լավ, շնորհակալություն։ Շատ հաճելի է, որ նաև շատ մաքուր խոսում եք հայերեն, երկար ժամանակ է որ Հայաստանում եք։ Այո, ես համարյա 13 տարի Հայաստանում եմ ապրում։ 13 տարի Հայաստանում եք ապրում։ Ինչ է եղավ պատճառը, որ տեղափոխվեցիք այստեղ։ Դե ես ուսումնարանում եմ սովորել Թեհրանում, երաժշտական ուսումնարանում եմ սովորել, ու հետո ուզում էի դուրս գամ Իրանից, որ ինչ-որ ուժեղ դեպք գնամ, որ երաժշտություն սովորելու համար։ Ու որոշեցի գամ Հայաստան, քանի որ վիկենգերներ ունեի Պարսկահայ Պարսկաստանում, ու գիտեի, որ երաժշտությունը իրոք ուժեղ է Հայաստանում, կոնսերվատորիան իրոք ուժեղ է, ու տեղափոխեցի Հայաստան ու կոնսերվատորիում սովորեցի։ Հետաքրքիր է, համերգից կպատմեք, որովհետև գիտեմ ծրագիրը նոր չէ, էլի եղել է, մայիսի 21-ին եւս մեկ անգամ կլինի։ Այո, Արամ Խաչատրյանի երկրորդ սիմֆոնիա, որը կոչվում է Զանգով սիմֆոնիա, լիքը կատարումներ եղել է, ինքը ֆենոմենալ ու հիանալի երաժշտություն է, ասեմ Արամ Խաչատրյանը ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է։ Բայց ես sense շանս եմ ունեցել, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ այս համերգը ունենանք, ու ես շատ ուրախ եմ, որ երկրորդ սիմֆոնիայի հետ շատ հետաքրքիր Հեշմաթ Սանջարիից ստեղծագործություն են նվագելու պարսկական պատկերներ։ Շատ ուրախ եմ, քանի որ մեր արմատների մեջ պարսկական եւ հայկական երաժշտական ու կուլտուրական արմատների մեջ լիքը նույն բաներ ու համատեղ գետեր կա։ Շատ իմ համար շատ նման բաներ կա ու իմ համար շատ հետաքրքիր ու կարևոր է։ Ոնց են անցում փորձերը։ Փորձերը դեռ չի սկսվել, բայց շատ լավ կլինի։ Աշխատում եք նաև, ինչքանով մենք տեղյակ ենք, ֆիլմերի հետ կապված։ Այո։ Ահա, հետաքրքիր է, սաունդթրեքել ֆիլմերի համար, սա բավականին հետաքրքիր աշխատանք է։ Ինչպես ստացվեց դա, ինչպես որոշվեց, որովհետև այդ աշխարհը բավականին մեկ այլ ձև է ներկայանում։ Եվ հեշտ չէ։ Այո։ Իմ գեղարվեստական կյանքի մեջ ես երկու աշխարհ ունեմ։ Մի հատ ֆիլմերի աշխարհն է, մի հատ էլ դասական երաժշտական աշխարհն է։ Սիլերի երկու հատ առանձին աշխարհն է, բայց շատ են օգնում իրա։ Եթե ուզենամ շատ բադական է ստացվեց, կարծում եմ ես 14-15 տարեկան էի, Պարսկաստանում սովորում էի ուսումնարանում որպես շեփորահար, շեփորի բաժնում։ Եվ մի հատ ռեժիսորայի ուսանողն էր, Թեհրանի համալսարանում ինքը սովորում էր, ինքը մի հատ գինո էր նկարահանել, գինոն պատրաստն էր, բայց ինքը բյուջե չուներ, որ ինչ որ մասնագետ գինոյի կոմպոզիտորներ դա, որ սաունդթրեքի գերի։ Այո։ Հետո ինձ ասեց, ես էլ ոչ մի փորձ չունեի։ Ես սկսեցի երկու շաբաթվա ընթացքում իր համար երաժշտություն գրել ու շատ լավ ստացվեց։ Երբ որ ես կինոթատրոնում իմ երաժշտությունը պատկերների հետ տեսա, այսինքն մի հատ նոր աշխարհ բացվեց ինձ համար։ Շատ հետաքրքիր էր։ Դա իմ առաջին փորձն էր, կարծում եմ 14-15 տարեկանի ժամանակ։ Դե ասեմ, ես էլ ունեմ երկու փորձ պարսկական ֆիլմում նկարվելու։ Հայտնի ռեժիսոր պարսկական Ջեյրանի մոտ եմ նկարվել։ Ֆրեդուն Ջեյրանի։ Այո։ Այստեղ Հայաստանում նկարահանվեց ֆիլմը, մի քանի մասանոց, եւ ես ունեցա այդ հնարավորությունը, եւ պետք է ասեմ, գերազանց աշխատանք էր, պրոֆեսիոնալիզմի գագաթնակետ, ու այնպես որ շատ ուրախ եմ, որ ունեցել եմ այդ փորձը։ Դրանից հետո աշխատեցի շատ չգիտեմ հայերենով ճիշտ եմ ասում, թատրականների հետ աշխատել։ Այսինքն կենտրոնի երաժշտություն թատրականների հետ գերում էի ու կենտրոնի նվագում էի Պարսկաստանում։ Հետո որ տեղափոխվեցի Հայաստան, ես Հայաստանում երևի 12 տարի, 11 տարի առաջ, այստեղ մի քանի հատ աշակերտ ունեի, որ իրան սովորացնում էի պարսկական ժողովրդական գործիքներ, հարվածային գործիքներ։ Իրանցից մեկը մի հատ զանոթ ուներ, որ այդ մարդը աշխատում էր Ելենա Արշակյանի թիմում։ Ու սենց ինձ ներկայացեց Իրան ու այդ էր իմ առաջին փորձը Հայաստանում, առաջին նախագիծը Հայաստանում։ Ըստ ձեզ ինչն է փոխում երաժշտությունը ֆիլմի մեջ։
Այդ այն ժամանակ հետաքրքիր է, ես շատ խիստ ու լուրջ դասական մտածելակերպ ունեի, երաժշտության մասին է խոսքը։ Այսինքն ասում էին երաժշտությունը մենակ դասական երաժշտություն, ես փոփ չեմ լսում, ուրիշ երաժշտություններ չեմ լսում, բայց դա սխալ է։ Ու քիչ-քիչ էդի փոխվեց իմ մեջ, քանի որ որպես գինոյի կոմպոզիտոր եւ ֆիլմերի սաունդթրեքների աշխարհով շատ կարևոր է որ կոմպոզիտորը կարողանա ամեն տեսակի երաժշտություն գրել։ Քանի որ մի գինոյի մեջ կարող է մի տեսարանը դխուլ լինի, հուզիչ լինի, հետո պետք է լինի հերոսական երաժշտություն, հետո պետք է լինի հումորային երաժշտություն, կախարդանք պետք է լինի լիքը բաներ, այսի շատ կարևոր է։ Ու տարբեր ժանրեր կարողանանք ստեղծել, օրինակ ես կինոներ ունեցել եմ, որ իրանց մեջ օգտագործել եմ ջազ երաժշտություն, ռոք երաժշտություն, даже metal երաժշտություն, sense բաներ, քանի որ երաժշտությունը պետք է լրացնի պատկերները, պետք է լրացնի տեսարանը։ Դրա համար պետք է տնանք ինչ կարող օգնի ու պետք է օգտագործենք։ Երաժշտության մեջ պետք է կախարդանք լինի եւ Երենա Արշակյանի նոր տարվա կինոն ֆիլմի համար ամենաշատն էր պետք է կախարդանքը։ Եվ ես որքանով որ տեղյակ եմ, սիմֆոնիկի հետ է համագործակցությունը եղել եւ հենց այդպես էլ ձայնագրվել է։ Մի քիչ կխնդրեմ այդ գործընթացի մասին պատմեք, ինչպես այդ երաժշտությունը ծնվեց եւ այդ կախարդանքը որտեղից ձեզ եկավ, հետո փոխանցեցիք ֆիլմին։ Ես մի հատ իմ ամենա դժվար պրոյեկտներից մեկն էր, շատ դժվար էր ինձ համար, քանի որ ընդհանուր ես շատ դրամատիկական երաժշտություններ եմ գրում ինձ համար, իմ ճաշակը սենց է, բայց որ սկսվեց հումորային, այս կախարդանքը ինձ համար մի քիչ դժվար էր ու ագին աշխատեցի որ գրեմ այս երաժշտությունները ու ագին դժվար էր տարբեր ձևերով, համ երաժշտության ստեղծելով, քանի որ երաժշտությունը սկսվում է կոմպոզիտորների մտքի մեջ։ Ինքը սկզբից ընդդեղացվում, հետո գալիս է թղթի վրա, հետո վերջին ու ամենակարևոր բանը կատարումն է ու կատարողն է։ Ու էսի ինձ համար շատ կարևոր է որ կատարումները կենթանի լինեն։ Շատ կարևոր է, քանի որ հիմա գիտենք, օրինակ աշխարհում բոլոր երկրներում սենց է եղել, որ լիքը գինոներ ու սերիալներ կա, որ կոմպոզիտորը գրում է ծրագրերով, այսինքն համակարգչով, ոչ թե կենթանի երաժշտություն։ Ոստի ինչու է վատ։ Քանի որ այս երկրորդ մասը, որ կատարումն է, ամենակարևորն է, որ այդ նվագողի կամ դիրիժորի կամ նվագախմբի այս զգացմունքը պետք է երևա գործի մեջ, պետք է հնչողության մեջ երևա։ Ու երբ որ էսի հավաքվում է ծրագրով, չկա, այս զգացմունքը вообще չկա։ Էսի վատն է։ Ու նոր տարվա կինոյում շատ դժվար process-ներ են ունեցել, նոտագերել ու լիքը բաներ նվագախումբը հավաքել ու ստուդիոյում ձայնագրել է, դա էլ շատ դժվար է, քանի որ ես էի ղեկավարում, ես էի չափ տալիս որպես դիրիժոր, ու օրինակ աշխարհում, օրինակ հոլիվուդյան կինոներում, երբ որ ուզում են կինոների երաժշտությունը ձայնագրություն անեն, դիրիժորը կանգնում է նվագախմբի դիմաց ու դիրիժորի դիմաց կա մի հատ էկրան, որ էկրանի վրա գինոն է, դիրիժորը նայում է գինոյի հիման վրա, արագության վրա, հիման վրա ինքը չափ է տալիս, գարում է։ Այնտեղ ես չունեի այդ հնարավորությունը, որ էկրան ունենամ։ Մտքում էր կինոն։ Մտքում էր, այսինքն մեկ-մեկ գրում են, ես աչքերը փակում էի, գինոն կան, որ անգիր գիտի գինո։ Գինոն նայում էի ու սենց չափ էի տալիս, քանի որ պատկերացրեք, եթե մի վարգյան այս կողմ այն կողմ լինի, արագությունը մի քիչ դանդաղ լինի, թե մի քիչ արագ լինի, ամեն ինչ գխանի իրան ու չի բեռնում։ Դե կարևոր որ ամեն շատ լավ է ստացվել եւ հանդիսատեսի արձագանքն հենց դա է փաստում։ Շնորհակալություն ձեզ, որ եկաք մեզ մոտ ու կիսվեցիք այս կարևոր հետաքրքիր ինֆորմացիա։ Ուզում ենք ձեզ նվիրել Իջևանի Սափոր Սպիտակ գինին, որպեսզի ցանկացած հաղթանակ, իսկ ամեն մի գործ արդեն ավարտելուց հետո դա հաղթանակ է, նշվի հենց այս գինու հետ միասին։ Շնորհակալ եմ ձեզ։ Եվ պիտի ձեզ նվիրեմ նաեւ եւս մեկ բացիկ էմոցիաներով շատ տրամադրությամբ հայտնի, այնպես որ այս բացիկները հայ բանաստեղծների բանաստեղծությունից ֆրազներով են եւ համոզված եմ որ ձեր կյանքում կա այն մեկը ում կարող եք ասել ես ինչ որ մեկին զրկեցի քեզնից դու ինչ որ մեկին զրկել ես ինձնից սա իհարկե Սահյանի խոսքերն են սա ձեզ շատ շնորհակալ եմ մերսի շատ շնորհակալ դե Կլինիկ Աճատով դադար մեր եթերում որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը